երկրորդ դասախոսությունն է, որը առնչվում է տիեզերքի մասին գիտելիքներին եւ ընդհանրապես մեր հնագույն մշակույթին, հետամասական մշակույթին։ Ասեմ, որ սկսել եմ զբաղվել 2020 թվականից սիմվոլիկայով, խորհրդանշաններով, էզոտերիկայով եւ գնալով անընդհատ նորանոր գիտելիքներ են գալիս, թե պատմության, թե մշակույթի, ամեն ինչի վերաբերյալ։ Եվ ես մի բան էլ հասկացա, որ երբ որ չենք անում այս դասախոսությունները, նոր գիտելիքներ չեն գալիս եւ դրա համար պարդատիժ պետք է սա արվեր, մանավանդ որ ժամանակի ժամանակն է դա պահանջում։ Տիեզերքը մեր հետ խոսում է սիմվոլների լեզվով, խորհրդանշանների լեզվով եւ ամենակարևոր խորհրդանշաններից են թվերը։ Թվերը բոլորիս կյանքում կան, շատ հաճախ հանդիպում են, ու մենք շատ դեպքում անուշադիր ենք այդ թվային կոդերի նկատմամբ, թեև շատ է լինում, որ տեսնում ենք նույն թվերի կրկնությունը, կամ ջոմի բանի մասին մտածում ենք թվեր ենք տեսնում, կամ ամենամեծ թվային կոդը հենց մեր ծննդյան թիվն է, որով երբ որ մարդը աշխարհ է գալիս, արդեն իր բոլոր ճակատագրի մատրիցան գրված է այդ կոդի մեջ։ Ես մի քիչ ուշ ավելի ուշ կբացատրեմ, թե դա ինչպես է արտահայտվում եւ ինչպես է ներկայացվում։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես են թվերը կառավարում մեր ճակատագրերը, որ թիվը ինչ նշանակություն ունի եւ թե այս գիտելիքը ինչքան հին է։ Ես ասեմ, որ հիմնականում օգտվում եմ Պյութագորասի տեսությունից, որ առաջինը դասակարգեց թվերի սիմվոլիկ նշանակությունը եւ թե ինչպես է ազդում թիվը մարդու ճակատագրի վրա։ Ուրեմն մենք այսպես ընդհանուր պետք է վերցնենք 3 տեսություն։ Առաջինը, որ տիեզերքը համակարգված է եւ ենթարկվում է որոշակի կանոնի, դա մեկ։ Երկրորդ, տիեզերքում իշխում է անկանոն քաոս։ Եվ երրորդ, տիեզերքում միևնույն ժամանակ գործում են եւ կարգ ու կանոնը եւ քաոս։ Ասեմ, որ փիլիսոփայական հասկացողության մեջ կա քաոս եւ կոսմոս, դրա հակառակը կոսմոսն է։ Կոսմոսը կամ տիեզերքը կարգ ու կանոն է նշանակում, կանոնակարգվածություն է նշանակում։ Քաոսը այսպես անկանոն վիճակ է, ամեն ինչ կա քաոսի մեջ, բայց անկանոն է։ Եվ երբ որ քվանտային ֆիզիկոսները սկսեցին այս հարցին վերաբերվել, ասենք խորանալ, ապացուցեցին, որ տիեզերքում ամեն ինչի մեջ գործում են ընդհանուր օրենքներ, որոնք էլ ենթարկվում են որոշակի կանոնների, որոնք վերջերս գործեց մի օր հետաքրքիր տեսություն բացահայտվեց, որ երբ որ մասնիկը սկսում են մասնիկը դիտարկել, իրեն դեռ ուրիշ կերպ է դրսևորվում, քան անգիտակցված մասնիկը, դա շատ տարօրինակ է եւ շատ բաների բացատրություններ նաեւ տալիս է։ Ուրեմն ով էր Պյութագորասը եւ ինչ տեսություն ինքը առաջ բերեց։ Ծնվել է 586 թվականին մեր թվարկությունից արդեն 586-ից 569-ի միջև ընկած ժամանակահատվածում հստակ չգիտեք, մահացել է 495 թվականին, ծնվել է Սամոս կղզում, ուսուցիչը եղել է Անաքսիմանդրոսը եւ նրան անվանել են թվերի հայր։ Նա ձևավորել է կրոնափիլիսոփայական տեսություն, համաձայն, որի ամեն մարդու կյանքում կան թվային կոդեր, մատրիցա, եւ մարդը այս կամ այն կյանք գալիս է, որպեսզի ուրեմն որոշակի առաքելությամբ, որոշակի ինքը գործ ունի անելու, ինչպես է դա արտահայտվում։ Տեսեք, օրինակ այս Պյութագորյան աղյուսակն է ներկայացված, որտեղ գրված է գլխավոր կոմպոնենտները, որոնք որ ազդում են մարդու վրա, որ թվերը ազդում են մարդու վրա, ինչպես։ Հիմա որպեսզի շատ չխորանամ, հետո ես կասեմ ինչպես է ամբողջությամբ բացվում։ Հիմա ձեզ հուշեմ, առաջի թիվը ձեր ծննդյան օրն է, երկրորդ թիվը բոլոր թվերի գումարը, որը կազմում է ծննդյան օրը, ամիսը եւ տարին, բոլոր թվերի գումարը վերցնում ենք որպես տիեզերական կոդ, իսկ հենց ծննդյան օրը երկրային կոդն է վերցնում։ Այսինքն երկրային կոդը հաշվարկում է, թե մարդը ինչ է, ինչ շնորհով է եկել, ինչ շնորհով։ Ընդ որում կան կարմիր թվեր, որոնք որ
մարդը ավելի դժվար ճակատագրով է գալիս, հա, ավելի դժվար խնդրով է գալիս։ Եվ կան թվեր, օրհնված թվեր, որոնք որ հուշում է, թե մարդը ինչ որ նախորդ կյանքում ինչ որ լավ գործեր է արել եւ այդ թվային կոդերը կարծես ցույց են տալիս իր նախորդ կյանքի, այսպես ինչպես ասում են, լագսներ կարմի, հա, այդ կամ ուրեմն նու դա նաեւ վեդարական տեսության հետ է հնչում։ Ուրեմն վերցնում ենք մեկի ծննդյան թիվը, ով է ուզում իր թիվը, լավ, ասեք ձերը, 28, ուրեմն 2, 8 գումարը տալիս է 11, ուրեմն տեսեք 3 թիվ է աշխատում, հա, ձեզ հետ կապված, երկուսը էներգիան է, մարդկային հող շփման էներգիան է, 8-ը գնում է դա նախ պատասխանատվության զգացողություն, տեսեք, թող 8-րդը եւ նաեւ ֆինանսների կոդը, այսինքն հեշտությամբ գալիս է եւ գնում է մարդիկ ով ունի 8, բայց գումարը 10 է կազմում, այսինքն 1 լիդեր, դուք ձեր էությամբ լիդեր եք, հա, բայց քանի որ 0-ն կա կողքը, մի քիչ այդ 0-ն խանգարում է, կամ շատ ուժեղ լիդերներն եք, կոպիտ ասած, կամ քիչ զրոյացնում է ձեր լիդերական հատկությունները, այդպես է աշխատում թիվը, հիմա հեշտով գնայինք բոլոր թվերը, ուղղակի ուզում եմ առաջ գնալ նյութը, որտեղ նյութի մեջ շատ հետաքրքիր նյութեր կա, իսկ բոլոր թվերի գումարը ինչ թիվ է կազմում, 5 է կազմում, 5-ը դրամ բոլոր գումարն եմ 32, այդ էլ գումարացի։ Ճիշտ է կարել, պարզեցնում եք տրամաբանությունը, 5-ը տրամաբանություն եւ ներկայացվում է ներկայացնելու, ուրեմն եւ ներկայացնելու շնորհը, մարդու մեջ, ամեն մարդու մեջ մեր շնորհն է տված։ Այսինքն դուք պիտի զարգացնեք այդ ներկայացնել ինչ որ բանում, երևի թե այդ ներկայացնելը, եթե կարողացաք դնել, հա, ավելացնել, ուրեմն կամբողջանալ։ Բայց ասեմ, որ սա կիսատ, սա երկու թվերն եք նայում, որովհետև ինքը շատ թվային, այսպես հետաքրքիր կոդերով է աշխատում։ Լավ, ինչպես է աշխատում այդ թվերի խորհրդաբանությունը ըստ Պյութագորասի։ Ասեմ, որ ինքը օգտագործել է բրահմայական տեսությունը հնագույն եւ դրա միջոցով մարդկանց բուժել է, օրեր է նշանակել, օրեր կան, որ կարելի է մարդկանց բուժել, օրեր կան, որ չի կարելի։ Ասենք, ով որ ում մատրիցան զույգ թվով է ավարտվում, դա նշանակում է քայքայելու հատկություն ունի, հա, ով որ կենտ թվով դա ստեղծող է ավելի իր էությամբ եւ ամեն այսպես թիվ օրված է որոշակի հատկանիշներով։ Հիմա մինչեւ անցնել է առանձին կոդերով մի հարց է, ով է ծնվել 13, 14, 16, 19 օրերին ցանկացած ամսի։ Կա 16-ին ես եմ 16-ին դուք եք Մարտի 16-ին որ ամսի 16-ին այո 13, 14, 16, 19 այդ մարդկանց մոտ կա միշտ կրկնակի խնդիր տրված, օրինակ խնդիրը 16-ին, 13-ինը տեսեք դա ուրեմն կապված է առողջության հետ, 14-ի ծնվածներինը կապված է սոցիալական դրսևորման հետ, 16-ինը դա ավելի շատ ընտանեկան խնդիրների հետ է կապված, 19-ը առողջական խնդրի հետ է կապված, օրենքի հետ խնդրի հետ է կապված, այսինքն ցանկացած թվային կոդ ունի իր այսպես իմաստը, դրսևորումները։ Հիմա մշակույթի մեջ նայենք ամեն թվի իմաստը ու բացատրությունը, օրինակ, մեկը ինչ է խորհրդանշում։ Ինչ? Արարիչ, սկիզբ, ուրեմն մենություն ու ամբողջը, ամբողջի գաղափարն է դրված մեկի մեջ, ամբողջի գաղափարը, արարիչ մեկ, իսկ ում մատրիցային մեջ մեկն է ակտիվ, դա էգոն է, մարդու էգոն է, որ ամեն տեղ ինքը կարծես ինքնադրսևորման, ինքնաբացահայտման կարիք է զգում։ Երկրորդը հագադրամ լիասնություններն է, որովհետև կյանքում ինչ որ կա, ունի իր հագարակը, գիշեր ցերեկի տղամարդ, չապարի, հա, նյութ գաղաբար, մի խոսքով, ամեն ինչը ունի իր հագադրությունը, եւ երկուսը, հա, այդ դրա նշանն է, որում ում մոտ երկուսն է ակտիվ,
դիվանագետն ու ճկուն է, տեսեք, նույնիսկ թվերի տեսքը ինքը ճկվում է, չէ՞, ճյուղը ինչպես է ճկվում ճյուղը, հա, այդպես երկուսն է, ճկվող է, շատ պլաստիկ թիվ է ինքը դիվանագիտության թիվն է, ով ունի իր կոդերի մեջ երկուս, դա նշանակում է ճկուն դիվանագետ նրան հեշտ է ենթարկել, բայց արագ վերականգնում է իր ձևը, իգազան է մեղմ է։ Ուրեմն այդ հատկանիշները, այսինքն մենք դեռ նայում ենք թվերի փիլիսոփայական հատկանիշները։ 3-ից սկսած արդեն գալիս է արարչագործական ծրագիրն է աշխատում։ Բոլորը կարևոր բաները 3 մասից են՝ հայր, որդի, սուրբ հոգի, հոգի մարմին էություն, դրախտ, երկիր, դժող, հա, 3-ը ով 3 ունի, դա արարչական կոդն է եւ իրենց մոտ շատ հեշտությամբ է տրվում այդ սովորելու հատկանիշը։ Ամեն ինչ ինֆորմացիա մեկից է ստացվում 3-ների մոտ։ Պատահական չէ, որ իր մոլորակը Յուպիտերն է եւ այն հատկանիշները, որ բնորոշ են 3-ին, ներշնչած ինքնարտահայտում, խոսքի վարպետություն, դինամիզմ։ Նշանը ուրեմն եռանկյունին է, հա, 3-ների նշանը։ 4-ը արդեն կայունություն է գալիս եւ մոգական թիվ է, դարձյալ շատ կարեւոր թիվ է եւ տեսնում ենք ինչ կա 4-ով 4 ավետարանիչներ, 4 տարվա եղանակներ, 4 շրջափուլեր, հինդուիզմում 4 կաստաներ, հա, Սասնա էպոսի 4 ճյուղեր, այսինքն այն ինչ որ կայունություն կա 4 կետերի վրա է հենվում, չէ՞, ամեն ինչը։ Այդ 4-ի հետ է կապվում։ Այո, եւ ովքեր 4-ի հատկանիշ ունեն, պինդ կանգնած են հողի վրա, գիտի ինչ է ուզում, ինչպես հասնել, սահմանում է կարգ ու կանոն, այսինքն սա ամենակայուն հողերեն մարդիկ են։ 5 զգայարաններն են եւ 5 զգայարանները ցույց է տալիս երկրի երկնքի կապը կապված է սրտի սեքսուալ էներգիա ինտուիցիայի հետ, մոլորակը Վեներան է, նշանը աստղը։ Ովքեր 5-ի հատկանիշ ունեն, ուրեմն դինամիկ են, բոլոր թվերի մեջ ցկտում է ամեն ինչը փորձել եւ ճանաչել, շատ ակտիվ ու ակտիվ կենսակերպով մարդիկ են։ 6-ը դա ցկտում է ներդաշնակությանը, վեցանիստ աստղն է եւ հաջողության, երջանկության, ներդաշնակության, հավասարակշռության, գեղեցկության խորհրդանիշ է։ Այսինքն մարդիկ, որոնք անընդհատ ցկտում են ինքնազոհաբերության, ցկտում են գեղեցկության եւ իրենց համար կարևոր է այդ ներդաշնակությունն է։ Եվ նայեք այս սիմվոլը, ես առանձին արարչական զարդերի մասին է դասախոսություն կա։ Երկու եռանկյուններ իրար հետ միացան, չէ՞, դեպի վերև արական եւ դեպի ներքև իգական եռանկյուններ, այսինքն դա ներդաշնակության թիվն է։ 7-ը արդեն գալիս է սակրալ թիվ եւ մենք տեսնում ենք Հռոմի 7 բլուրներ, շաբաթվա 7 օրեր, 7 արեգակնային մարմիններ, 7 ազատ արվեստներ, միջնադարյան արվեստում 7 ազատ արվեստներն են ուսուցանել, արարչագործության 7 օրեր, անտիկ 7 իմաստուններ, աշխարհի 7 մահացու մեղքեր, 7 եկեղեցական խորհուրդներ, 7 կնիկների գաղտնիքը, կարմայի 7 աստիճաններ, Բուդդայի 7 վերափոխումներ, Քրիստոսի 7 վերքեր։ Այսինքն, տեսեք, ինչ կան բոլոր մշակույթների մեջ նույն թվային կոդերն են։ Եվ ովքեր ինչ հատկանիշ է տված, մտածողներ, ճշմարտություն որոնողներ, ով մոտ 7-ը ակտիվ է։ Ասեմ նաև, որ ով 7 ունի մատրիցայի մեջ, թեկուզ գլխավոր թիվը չլինի, շատ հաջողակ մարդիկ են, հա, եւ շատ դեպքում ոնց որ ճակատագիրը իրեն ձեռքից բռնած ստանում է, շատ հարցերից, փորձություններից, այսպես այսինքն մատրիցայի մեջ։ Մատրիցան հետո ցույց կտամ։ Ամբողջական թվային կոդն ենք հաշվում, մենք մենակ առաջինը ու վերջինը հաշվեցինք, չէ՞, բայց բոլոր թվերը, ամիսը, օրը, տարին ազդում է 7 թիվ։ Այո, ամբողջական ազդում է մարդու վրա, ոչ մի թիվ, չի այնպես ընդ որում կարող է թիվը եւ դրական ազդեցություն ունենա, եւ բացասական, այդ էլ է հետաքրքիր։ Ինչ է 8-ը։ 8-ը դա նախ հենց կապված է
գումարի հետ բոլոր տեղերում եւ կապված է աշտարությամբ, բանականությամբ, իմաստությամբ, փոփոխությունների կշտում նկարագրված են մարդկային ճակատագրի 8 անկամուտ իրավիճակներ, շախմատ ունի 8 անկամուտ վանդակներ։ Նշանը 8-անից 10-ն է եւ ասեմ այս 8-անից 10-ը մեր հայ մշակույթի ու մանրանկարչության գորգերի մեջ հանդիպում է որպես օդի նշան, օդի թիվը, օդի նշան, ով որ օդի նշանի տակ է, իր թիվը նաեւ 8-ն է։ Էդ էլ կասեմ ոնց ենք հասկանում, դա արդեն զոդիակալ նշաններով ենք բացում, թե ով իր նշանի տակ է։ Ուրեմն 8-ը նյութականի եւ հոգեվորի հավասարակշռության թիվն է եւ տեսեք, սա հող թիվ է 8-ը, հա, անվերջության հետ կապ ունեցող թիվ է, հա։ 9 եւ երևի մեծագույն խորհուրդ կա, որ հենց մարտը ձևավորվում է 9 ամիս 9 օր, չէ, այդպիսի հասկացողություն կա, ուրեմն կապված է մուսաների թվի հետ, մայաների դիցաբանության մեջ հանդերձյալ աշխարհի շերտերի, քրիստոնեական դժոխքի, ուրեմն որոնց դարբասները եւս 9 են, հատկանիշներ, հումանիստների եւ փրկիչների թիվ, այս է ում մոտը կա, ուրեմն իծն է, իմաստուն է, այսինքն բոլոր թվերը ինի մեջ մտնում են, եթե մարդու մատրիցան գլխավոր թվերը 9 են, երկրային անձնագիրը, ուրեմն ինքը բոլոր թուլերով անցել է, ինքը որպես իմաստուն է ծնվել, հա, այդ հատկանիշն է տալիս 9։ Բացի այդ թվերից հիմնական այստեղ կան էլի թվեր, օրինակ 10, հա, հանդիպում է շատ։ Ինչ է, թվերի սահմանք է, մակրոտիեզերքի, միկրոտիեզերքի միասնություն, կան 10 Մովսեսի 10 պատվիրաններ, եկեղեցական 10-ով, չինական դիցաբանության մեջ երևի թույլ միացում ունի, ասեմ նաև, մինչև վերականգնվի, ասեմ նաև, որ կան թվեր, օրինակ թվեր, ասեցի մարդիկ, որոնք ծանր կամայով ծնվել են 13, 14, 16, 19, բայց ովքեր ծնվել են 11-ին ամսի, 22-ին, 15-ին, 17-ին, դրանք օժտված մարդիկ են, ոնց որ իրենց տիեզերքը առաջնորդում է, տանում է իրանք, ինչ որ նախորդ կյանքում, ընդորում այս ամենակարևոր գաղափարը այն է, որ մարդը մի կյանք չի ապրել, ինքը մի քանի կյանքեր է ապրել։ Ես ասեմ, քրիստոնեության մեջ այս հարցը չի քննարկվում, հագի, բայց ես մի բան եմ հասկանում, որ ինչքան շատ եմ ուսումնասիրում, որ տարբեր կողմերից մեծ գիտելիք է, տարբեր կողմերից ամեն փիլիսոփայական ուղղություն մի բան է վերցրել, ամեն ուրեմն ուսմունք մի բան է վերցրել, նաև քրիստոնեությունը մասնագի է վերցրել եւ դրա համար ուրեմն շատ բաներ մեկը մյուսին փոխ լրացնում են, այն հարցեր, որը ես չեմ գտնում քրիստոնեության մեջ, վեդայական տեսության մեջ եմ գտնում եւ ամենալավը հենց վեդայական տեսության մեջ եմ պահպանվել, մեկը մյուսին լրացնում է, հա, ու գիտեք, իմ մոտ ինչ ասոցիացիա է, որ մարդը բարձրանում է, ասենք սուրբ լեռ, չէ, ելնադրեք, ամեն մեկը տարբեր ճանապարհներով է բարձրանում, բայց արդյունքը վերջնարդյունքը այդ լեռը հասնելն է։ Նույնը այս կրոններն են ու փիլիսոփայություններն են, որովհետև սա մեկ ընդհանուր գլոբալ ուսմունք է, տեսություն է, որը դարերի ընթացքում հա, աղջատված է, անջատված է։ Հիմա, այս 10-ին վերադառնամ, ուրեմն ամբողջություն է, թվերի սահմանք է, մակրոտիեզերք, միկրոտիեզերքի միասնություն, երկու ձեռքերի մատերի քանակ, խորանների թիվը, մեր բոլոր ավետարանները սկսվում են 10 խորաններով, խոր խորհուրդ, խոր իմաստ։ Չինական դիցաբանության մեջ պատկերվում է հավասարակշռություն խաչի տեսքով, Մովսեսի 10 պատվիրանները եկեղեցական 10-ով։ 12-ը ևս շատ հաճախ ենք հանդիպում, նշանակում է տարբեր շրջափուլերի ավարտ, այլ խորհրդանշում է հունական դիցարանի գլխավոր 12 աստվածները, Քրիստոսի 12 աշակերտներ, տարվա 12 ամիսներ, կենտանակերպի հորոսկոպի 12 նշաններ, Հերակլեսի 12 սխրանքներ։ Ընդ որում ես նաև համոզվել եմ, որ նույն այդ շատ հին գիտելիքները պահ են տված նույն հեքիաթների մեջ,
Նույն այդ Հերակլեսի սխալները ամեն մեկը զոդիական մի նշան է խորհրդանշում, եթե ուշադիր նայենք, այսինքն ավանդած զրույցների, հեքիաթների մեջ հնագույն կարևորագույն գիտելիքներն են պահտված։ Այդ 13-ը արդեն ավերածությունների մանվան թիվ են։ Եգիպտական դիցարանում գերագույն գիտության տանող միստիկ Սանդուղքը ավարտում է 13-րդ Սանդուղքով, որը սկսվում է հանդերձյալ թագավորությունը։ Խորհրդավոր ընթրիքին ներկա գտնվողների թիվը 13-ն էր։ Կոստանդնուպոլսի կործանումը 1453 թվականն է, որ գումարելիների գումարը կազմում է 13։ Դրա համար նաև քրիստոնյաների համար անիծված է, որովհետև Կոստանդնուպոլիսը կամ այսօր Ստամբուլն ու Կոստանդնուպոլիսը ավերվել է 13 թվի տակ։ Եթե մենք նայում ենք այդ փիլիսոփայական դպրոցները, իրանք 13-ը գումարում ենք 4, դա մահ է նշանակում, օրինակ հիերոգլիֆներով մահ է նշանակում, եթե գնանք արևելյան երկրները, որոնք որ այս ամեն ինչի հետ միշտ ավերեցվում են, օրինակ ոչ մի ինքնաթիռ վրա դուք 13 թիվը չեք գտնի, ոչ մի այդ ուրեմն ուղիներ կան, հա, որ ինքնաթիռները այստեղ վայրեջք են կատարում, չեք գտնի 13 թիվ։ Լիֆտի վրա 13-րդ կոճակ չկա, հա, որտեղ այդ 13-րդը նույն մահվան հիերոգլիֆն է, մահ ու 13-ը նույն իմաստն են կրում արևելյան արվեստում։ Տեսեք, բայց մենք շատ դեպքում շատ այդ բաների վրա ուշադրություն չենք դարձնում։ Հիմա ինչպես է մեր ազգին կոդավորել ոչնչացումը, մեր ազգի ոչնչացումը, ինչպես է խոստացված է, 44 թվի առեղծված է։ Ուրեմն 1988 թվականի երկրաշարժի տևողությունը 44 վայրկյան։ Փետրվար 13-ի երկրաշարժի ժամը, ուրեմն գումարում ենք իրար 44։ Ուրեմն տարվա փետրվար 13-ի երկրաշարժը տարվա 44-րդ օրն էր։ Ապրիլյան քարոզիա պատերազմը տևեց 4 օր 4 ամսում։ Ծիծեռնագաբերդի սյան բարձրությունը 44 մետր է։ Պատերազմի տևողությունը 44 օր է։ Սպիտակի երկրաշարժի թվականն է, եթե գումարում ենք, նու այստեղ նաև հենց այդ նումերալոգիայի մեջ, կաբալիզմի մեջ այս գործողությունն է թույլատրվում, էլի 44։ Հայոց մեծ եղեղն, եթե բացում ենք թվերը, կազմում է 44։ Քարդեզի վրա, իսկ ինչի է այդպես։ Քարդեզի վրա Հայաստանը գտնվում է 44-րդ միջօրյանի վրա։ Դրա համար մեր ոչնչացման գոտը մեր ազգի 44-ի տակ է գնում։ Գերիների առաջի խմբականակը 44 հոգի էր եւ կարծես 44 թվով կոդավորված է հայոց ոչնչացման ամենամեծ ծրագիրը։ Ես ասեմ նաեւ դա ինչպես է տեղի ունենել։ Օրինակ 2020 թվականին, եթե դուք հիշում եք, ապրիլյան պատերազմից առաջ կորոնավիրուս էր եւ մենք չգնացինք ծիծեռնագաբեր հագեր, չէ, այդ տարի։ Եվ մենք հեռախոսով անուն ազգանուններ գրեցինք։ Ակտիվացվեց, դա կոչվում է մահացածների պարտալ։ Այսինքն մենք, եթե ազգի 20+1% համաձայնություն է տալիս, ինքը կարող է կրկնվել, հա, մեր քվեարկությամբ դե մենք չգիտենք, չիմանալով մեր անուն ազգանունները գրենք, այսինքն, հա, մենք մեր թույլատրությունը տվեցինք, որ դարձյալ մեզ հետ նման ձև վարվեն, եւ դա 2020 թվականի պատերազմը սկսվեց։ Այսինքն, եթե մեզ շատ թվում է, թե մենք ապրում ենք իրականության մեջ, ես մի բաներ եմ հասկացել, որ մեր իրականությունը շատ դեպքում, հա, վիրտուալ իրականության մեջ ենք ապրում, որտեղ կան իր օրենքները, Ես մի քանի կոդերել եմ դուրս բերել, իհարկե դա շատ բարդ է, որովհետև իրականում անընդհատ այդ կոդերով աշխատում եմ մեր վրա։ Օրինակ, տեսեք, գրգիչի կոդը 32-ն է, որովհետև 33 տարի է ապրել Քրիստոսը եւ 7-ն է։ Այդ երկու թվերով է Քրիստոսի կոդը։ Եվ ինչ են անում։ Եթե ինչ-որ մի գործողություն ուզում են որ կրկնվի, մի բան ուզում են տեղի ունենա, նախորդ մեր էթնոսից, մեր դիցաբանությունից վերցում են նման մի դեպք,
հա, ու այդ թեփքը պրոյեկտում են ժամանակակից իրականության մեջ, օրինակ, տեսեք 301-ը հայկի կոդն է, որովհետև ինքը Բաբելոնից իջնում է 300 հոգու հետ, հա, այսինքն ինքնահետը 301 է, 301 թվին ինչ եղավ, քրիստոնեության ընդունում է եղավ, նաև հայկի կոդերից է 37-ը, որտեղ ուներ ինքը 3 որդի 7-ը դուստր, չէ, դրա համար հայկի կոդն է աշխատում, եթե ինչ որ 301 թիվ եք հանդիպում, ուրեմն պրոյեկտում են հայկի կոդը, այդպես ուժ են վերցնում, հա, այդ կոդերով, կորոնավիրուսի ուրեմն կոդը 54-ն է համարվում, 108-ը կրկնակի վերադարձի կոդն է, պատահական չէ, որ նույնիսկ այն համաշխարհային մեծ իրողությունները այդ կոդերով են աշխատեցնում, շատ տարօրինակ է, առաջ սկզբում ինձ համար դա հավանական էր թվում, օրինակ Գագարինի թռիչքը տևել է 1 ժամ 48 րոպե, հա, դա էլ շատ հետաքրքիր է, որովհետև Գագապարն էլ հենց ինքը կապ ունի մեր էլի հնագույն պաշտամունքների հետ, դրա մի քիչ ավելի ուշ կանադառնամ, երբ որ հասանք այդ աստվածներին դիցաբանությանը։ Տեսեք, Մուհամեդի կոդը, եթե Մուհամեդ բառը տառերով վերձանեք 623, իսկ 23 թիվը նույն 666 կոդն է, այսինքն Հագա Քրիստոսը հենց ստիպում է որպես Մուհամեդ, թեև այդտեղ մի հատ շատ վիճելի հարց կա։ Մենք գիտենք, որ մեր բոլոր տարերի գումարը 36 տարերի գումարը կազմում է 666։ Այս խնդիրը միշտ ինձ հունից հանում է, որովհետև մենք գիտենք, որ դա Հագա Քրիստոսի թիվն է, բայց մեր ամենասրբազան այդ սակրալ կոդը հենց 666։ Այդտեղ ես մի բան եմ հասկանում նաև, որ շատ մեր արժեքները շուռ են տված։ Մեր այն ամենակարևոր արժեքները, տեսեք, ես չեմ ուզում դրա անունը տամ անավանդեսով, բայց ինչու տեսքով են այդ Հագա Քրիստոսի ներկայացնում։ Այծի, չէ։ Իսկ այծը մեր հնագույն տոտեմն է։ Մեր հայերի հնագույն տոտեմը Բեզոարյան այծն է։ Բայց այսօր դա ներկայացվում է ամբողջ աշխարհին չարիքը այդ տեսքով։ Այսինքն մենք ապրում ենք 170 աշճան շուրջ տված իրողության մեջ, այն ինչ որ մեր օզի մեջ հնագույնն է, դա արժեզրկված է եւ հագարակը։ Հա, այդպիսի մի հատ հայլանման բան կա, բայց այս հարցի վերջնական պատասխանը ես էլ չեմ տվել։ Ուրեմն երկու կոդ կա, Օսիրիսի կոդը, չարիքը ինչ կոդով են անում, 9-11, ձևից ադին, ես երևի շատ եք լսել, ես սրա բացատրությունն էլ եմ ուզում գտնել հայտնության քշքում, Հովանի հայտնության քշքում, չարիքի մասին էլի, այս բանի տակ է գրված հայտնության քշքում, 9-1-1, ուրեմն հոդվածի տակ գլխի մեջ է գրված, եթե փնտրեք կգտնեք։ Եվ մյուսը, ինչի 14, ինչի 17, որովհետև իրան 14 մասի են Օսիրիսին բաժանում, ու գծում են ուրեմն 13 մասի են բաժանում, մի մասն էլ հետո ավելացնում է Իսիդան։ Տեղ կա 16 մաս է գրվում, տեղ կա 13 մաս պլյուս 1, ուրեմն սա Օսիրիսի կողմն է։ Հիմա ուշադրություն դարձրեք, մեծ կատաստրոֆաներ, պատերազմներ, ինչ, եթե գումարում ենք թվերի գումարը կամ 14 է, կամ 17 է, այս մատրիցան, աշխատում է 14, 17, 9, 1, 1 կոդերով, շատ հետաքրքիր է, երբ որ մենք այս ամեն ինչի չենք մտածում, չենք խորանում, մեզ թվում է թե պատահականություն է, բայց ամեն ինչը սկսում ես վերլուծել, զգում ես, որ օրինաչափություններ կան ու դա բացարձակ կոդեր են, որոնք իջեցվում են ամեն մի օրը, ամեն մի ուրեմն իրադարձությունը ունի իր իմաստը։ Հիմա լավ բաներից խոսենք, ուրեմն սրբազան երկրաչափություն, իհարկե սա ես հպանցիկ եմ ներկայացնում այս դասախոսությունը, քանի որ իմ մյուս դասախոսությունը հենց առարճակ գործական սրբազան երկրաչափություն է, որ Արարիչը իր 7 օրերի ընթացքում ամեն օրը մի հատ բան ստեղծեց ու ամեն բան ունի իր սիմվոլը, սրբազան երկրաչափության միջոցով։ Տեսեք, սա օրինակ կոչվում
մեր կյանքի ծաղիկ, որը շատ հանդիպում է մեր մշակույթում, էլի 6 ամիս ծաղիկն է, որը նշանակում է ներդաշնակություն, սրանով շատ սիմվոլներ կա։ Այստեղ ևս 6 ամիս աստղը, որը սրբազան սերմի իմաստ ունի, հա, խաչքարերի վրա, գորգերի կենտրոնում սրբազան սերմն է, որից որ ամբողջ տիեզերքը սնում է եւ որը ամենակարևորն է, հա, այդտեղ տիեզերքի մեջ։ Նու սա հայտնի է ավելի շատ հավերժության նշանն է, բայց ասեմ, որ էլի երկու իմաստ ունի, թե աճակ կողմյան պտույտը, ինքը խորհրդանշում է կյանք, մահ, կյանք այդ պտույտը, ձախակ կողմյանը հակառակ է, ինքը գնում է մահ, կյանք, մահ, հա, դրա համար, երբ որ մահացածների խաչքարերի վրա պետք է այս կնիքը դնել, ուրեմն պետք է դնել ձախակողմյան պտույտով, նույնը պարերի մեջ, այս ամբողջը բոլորը իմաստներ ունեն, որովհետև երբ որ սիմվոլներ մենք սխալ եք օգտագործում, ինքը հակառակ իմաստն է տալիս, հակառակ բանն է տալիս։ Շատ, այո, հետաքրքիր է, այո, սխալ է, եթե իրանց առանցքի շուրջ աճը կոնե, դա էլի ինչ-որ ձևով ուղղելի, ինչ-որ ձևով հասկանալի։ Շատ հետաքրքիր է նաև ասում տանող ճանապարհները, օրինակ հայկագրամի մեջ այսպես է, նայում ենք եկեղեցիների վերևը, այո, բոլոր նշանները կա ու սա խորհրդանշում է ասու տանող ուղիները, օրինակ նույն կաթոլիկների մոտ, երբ որ շարտրի տաճարն են նայում, Ռեյմսի տաճարը մենք տեսնում ենք, որ լաբիրինտոսներ կա, այնտեղ էլ որ աղոթում է մարդը եւ հայտնվում է կենտրոնում, հա, բայց առանց Աստծո օգնության, առանց Աստծո միջամտության հնարավոր չէ կենտրոնում հայտնվելը։ Մեր մոտ Աստծո մոդենալը հենց կդուրի գմբեթի վրա է, գմբեթը աստվածային տարածք է, հա։ Եվ ես այսպես շատ չհոգնեցնելու համար վերցրել եմ Շիրագացու խոսքերը, ասեմ, որ Շիրագացին այո իմաստուն էր, քրմական դասից է, մենք հուն բառը չենք օգտագործում, իմաստուն ենք ասում, իմանալ աստղերի տունը, եւ հսկայական ժառանգություն է մեզ թողել Անանյա Շիրագացին, որովհետեւ ուրեմն այո, դա հավաքել է քրմական գիտելիքները։ Ասում է, տարածությունը երկրաչափական պատկերի վերծանելը, թվերի կշռական հաջողությունների հաստատելը, այդ պատկերների փոխկապակցությունը սիմետրիայի համաչափությունների միջոցով կարգավորելը նշանակում է ճանաչողության ճանապարհով պատկերել տիեզերքի ներդաշնակությունը, որի էությունը թիվն է։ Հա, սա Անանյա Շիրագացու խոսքեր է, տիեզերքի էությունը թիվն է եւ հաջորդը։ Թվերի մեջ բարձրագույն աստվածային խորհուրդներ կան թաքնված, թիվը նյութական գոյերի փոխկացուցիչն է եւ ընկած է առարչության հիմքում։ Հա, սա էլի շատ կարևոր գաղափար է, որ մեծագույն մեր փիլիսոփա, մաթեմատիկոս էլի առաջնային իմաստություն տալիս է թվի եւ թիվը ոչ թե գումարում հանունի համար է, այլև խորքային իմաստներ ծածկագրված են հենց թվերի մեջ։ Եվ օրինակ բերում է տիրի կոդը նայենք։ Մենդելեևի աղյուսակից շատ առաջ, շատ մեր հետանոսական մշակույթում ընդունված է եղել տիրի կոդը։ Այսինքն, ինչ է սա նշանակում, մեր ցանկացած թվերը, գիտեք, մի փոքր առաջ գնամ, հետո վերադառնամ այստեղ, որպեսզի ավելի պարզ լինի։ Մեր ցանկացած տառ ունի իր թվային կոդը, ճիշտ է։ A արարիչ, ընդ որում սա որ մենք անցանք արդեն Այբենարանի գաղտնիքները, կտեսնեք, որ ամեն տառ ունի իմաստ, ունի թվային արժեք, տեսեք, A արարիչ 1, B բան 2, G գոյ 3, G դրախտ 4, E երկիր 5, հա, Z զարգացում, զուգակցում 6, E էություն 7, E ընտանիք 8, T թագավոր 9, Ž ժողովուրդ 10, ու ընդ որում շատ հետաքրքիր է, ամեն հաջորդի մեջ մտնում է բոլոր նախորդները, հա, բոլոր նախորդները մտնում է հաջորդի մեջ եւ այդպես գնում է։ Մենք հետո կկաշտանք նաեւ ուղղահայաց հորիզոնական, ուրեմն այսպես շարքերով, որովհետեւ էլիս գաղտնիքները, մեր ազգի գոյության, մեր իմաստների բոլոր գաղտնիքները այդտեղ տրված են։ Տեսեք,
իշխանություն, իսկ իշխանության մեջ մտնում է ժողովուրդ, թագավոր, ընտանիք, էություն, զարգացում, երգիր, դրախտ, գոյ, բան, արարիչ, հա, այդ կամ բանը մտնում է իշխանության մեջ, լինելիություն, լինելիություն, էլի բոլոր 11 նախորդները մտնում են սրա մեջ, խաչ 13, ուրեմն 14 ծառ, ուրեմն սա ուրիշ դասախոսություն է, պարզապես մենք տեսանք, որ ամեն տառ ունի իր թվային արժեքը։ Հիմա ինչպես է աշխատում տիրի կոդը, վերցնում ենք տառի թվային արժեքը, գումարում ենք իրար եւ ինչ կա հետաքրքիր է, ստացված գումարը համապատասխանում է Մենդելեևի ամուսակի թվային կոդին, որ գյուտը ուզում ենք վերցրել, հնագույն անվանումները։ Եթե գումարում ենք թվերի գումարը, ամեն թիվը իր տեղն ունի։ Ստանում ենք վերջնարդյունքը Մենդելեևի ամուսակը, որը 15-րդ դարում ենք ձևավորվել։ Այսինքն ինչքան խոր թաքնված գիտելիքներ կան, հա, որոնք մենք չգիտեմ, որ այդպես է, բայց իրենք ընդ որում ես տեսել եմ 90%-ով է աշխատում, 90, որն է չի աշխատում, հին անունը պիտի վերցնենք, հին անունը, որով որ օգտագործվել է այդ նյութը։ Սա հանջարեղ բան է, ասեմ վաճառական Վարադյանն է Կիրիկոդի էլ հայտնաբերողը, որովհետև պիտի մարդկանց նաև հիշես։ Այսինքն տեսեք, ոսկու թվային կոդը 79 է, թվերի այս 4 թվերի գումարը ասում եմ 79, կամ արծ բառը, որ թվերի գումարը 47 է, էլի Մենդելեևի ամուսակի հետ համընկնում է, դա ֆանտաստիկ բան է։ Որն է մեր դրական կոդը, արարչական կոդը, մենք խոսեցինք ոչնչացման ծրագրի մասին, ասենք մեր ամենահզոր կոդը 36-ն է, տեսեք, Մեսրոպ Մարտոթը իմաստու մարդ էր, ստեղծել էր 36 տառ, քաջած Եգրի աստվածների անունը մհերի դռան վրա գրված է 36 արագան, 36 իգական, շատ դեպքում ասում են 70, բայց 72 սեղ է, ջնջվել է իմասը, 72 աստվածների անուններ, և մեր շումերական գլխավոր աստվածը Էնկիդուն ուներ 36 անուն։ Ես մի հատ ֆանտաստիկ բան ինձ եկավ, որ 36-ը Տեսլայի թիվն է։ Տեսլան, որը հավերժական շարժիչը 36-ով է արել, 3, 6, 9, 36-ը գումարում ենք 9 ենք ստանում, հա, այդ թվերի գումարով, հիմա մենք նաև կտեսնենք, թե երաժշտության մեջ ինչպես է աշխատում այդ 36 թիվը, որովհետև ֆանտաստիկ է, թե ինչքան հզոր է, և եթե նայում ենք շումերականի մեջ է, չէ, 60-ական համակարգով է մտցրած րոպեն, ժամը, հետո 360-ը ամբողջ շարավիտ է դիեզերքի, 36-ը ամենահզոր կոդն է, բադակը չէ, որ 19-րդ դարում, երբ որ ավելացրել են Եվովը, 17-րդ դարում Եվովը, մենք թուլացրել ենք, կորցրել ենք մեր հզորությունը, որովհետև այսպես ուրեմն կոդերով են և ոչնչացնում և հզորացնում, հա, որովհետև նույնը արվել է մեր զինանշանի, դրոշի, հա, հիմնի հետ, փոքրացրել են, հզորությունը վերցված է, փագել է, այո, Հագիր բացել է։ դե հիմա, հա, հիմա ինչո մի հատ ընտար է մտցրել, 40 են դարձրել, հբտարն է մտցրել, հա, բայց դիք ինչ է, դիք 40-ն է կյանքի ու մահվա միջև եկած, երեխեն որ կծնվի, 40 օր էս ու են աշխարհների միջև է, մարդ որ կմեռնի, 40 օր էս ու են աշխարհների մեջ է, մի մեր ազգը, հաստորեն կուզենք 40 կյանքի ու մահվա միջև է էս կոդով, հա, ինչ որ հիմա են ներկայացնում։ Դրա համար սրանք բոլորը շատ կարևոր են, շատ։ Ուրեմն սրբազան սոլֆեջիո, որը այսօր մի քիչ արդեն էզոտերիկա է, եւ ասեմ, ուրեմն բոլոր էներգետիկ կենտրոնները ունեն իրանց հնչեղության հաջողականությունը։ Տեսեք, Մուլադխարան ամենանեշկևը 396, հետո գալիս է ուրեմն հաջորդը
սպատխի ստանա 417, հետո այստեղ գալիս է մանիպուրան, հա, մենք ասում ենք նաև այս էներգետիկ կենտրոն կամ չակրա վեդայականով, հետո գալիս է անախատան 639, վիշուտխան 741, 852 աջնան և 963 ուրեմն Սարասվատի։ Ինչ է սա նշանակում։ Հիմա այս մարդիկ այս հնչյուններով բուժում են տվյալ հիվանդությունները։ Եթե մարդու մոտ, ասենք կողորտի խնդիր կա, չէ՞, այս կողորտի խնդիրը 741 հերցով են բուժում, հա, ետակեք, հա, այդ ձայնային ելևեջներն ես փորձել եմ, իմ մոտ աշխատում են, չգիտեմ որ, ու ամենաֆանտաստիկը որն է, որ այս թվերը գումարում ես, տարբեր սոլֆեջոներ կա, խառը թվերը, որ գումարում ես, էլի պիտի պարդատիշ կամ բաժանվի, կամ 3 պիտի լինի, կամ 6 պիտի լինի, կամ 5 պիտի լինի, այդ 3 թվերով որ եղավ սրբազան է, եթե չեղավ, տեսեք, այստեղ էլի տեսլայի թվերն է, ու տեսեք բոլոր թվերի գումարը կամ 9 է, կամ 6 է, կամ 3 է։ Այս հիմա նոր այս տեսությամբ մարդկանց սրանցով են կարգավորում, էներգետիկ դաշտը մաքրում է։ Եթե ուզում է մարդը նեգատիվից դուրս գա, աշխարհում կիրառվում է սա։ Մեր մոտ է, որ ամեն ինչը մենք դնում ենք հին սիստեմներով։ Ես անքնությամբ դեպքում եմ օգտագործում, ինչ-որ փոքր խնդիրներ, հետ սրանով կարգավորում եմ, մանավանդ քնելուց առաջ, երբ որ դու ես հերձերը տալիս ես, այս երաժշտությունն ես դնում, ամեն ինչ կա ինտերնետում համացանցում, հիմա այս բոլոր գիտելիքները բաց են, ոչ մի քաղաք չկա, պարզապես հարվածավոր է կիրառել, և մեկից ակացվում է, ակտիվանում է քո զգացողությունն ու ուրեմն տվյալ խնդիրը կարգավորվում է շատ արագ, 3 ուրեմն անգամից կարգավորվում է։ Ուրեմն ուղղակի ուշադրություն դարձրեք, որ բոլորը, օրինակ տեսեք, 417 գումարում է, հա, ինչ է ստացվում, 12 թվերի։ Եթե 12-ն է 3 է, ուրեմն ինքը սրբազան սոլֆեջո է, 528 գումարում եք 15, այսինքն 6, ուրեմն էլի սրբազան սոլֆեջո է, որտեղ ընդեղ շատ դեպքում, որ սեղմում եք, տալիս է ուտ, 1-1-1, էդ չէ, դրանք չէ, հենց պիտի իրա գումարը լինի կամ 3, կամ 6, կամ 9, և էլի եմ կրկնում, ես շատ եմ հետաքրքրվել, և Լեոնարդո դա Վինչին էր 3-6-ինով հավերժական շարժիչ փորձել ստեղծել, և նույնը ուրեմն մենք տեսնում ենք, որ տեսան, որ հավերժական շարժիչ էր ստեղծել, բայց չթողեցին իրագործել, այսօր պոիսկ տվեք տեսլան շատ հետաքրքիր է։ Բնականաբար, ես չի կարող արվեստի մեջ անտեսել, որովհետև արվեստի բոլոր մեծ գլուխգործոցները ստեղծված են էլի այդ սրբազան երկրաչափությամբ կամ ոսկե հատման օրենքով, որ նաև ասում ենք Ֆիբոնաչի օրենքը։ Ամեն երրորդը 2-ի գումարի կեսն եք ասում։ Այդ օրենքն է, որը բնության մեջ շատ է կրկնվում, հետո ես էլի ցույց կտամ և նաև արվեստի մեջ է կառուցված։ Վերածնունդը բոլոր գործերի 90%-ը կառուցված է ոսկե հատման կամ Ֆիբոնաչի օրենքով, շատ շշմելու։ Ինչ օրենք է, հենց այս օրենքներով մարդիկ հասել են կատարելության, մարդիկ հասել են այդքան զարգացման։ Օգտագործել է Երվանդ Քոչարը, որովհետև ինքն էլ է հին վարպետներին ուսումնասիրել, հին վարպետների ուրեմն գիտելիքները, Ջոկոնդան, բնականաբար, Պարթենոնը, որը վերածնունդ կամ արտիկ ոսկե հատման օրենքով է։ Եվ Ամանյան Շիրագացու խոսքերն են գրել, ոչինչ հարմանի բան իմաստության առանց թվո կարծելով սամայր ամենայն իմաստից։ Ֆրակտալներ, նոր ենք բացահայտում ես համար, որ ամեն մեծը փոքրի մեջ է և փոքրը կրկնվում է մեծի մեջ, բայց կաշտակն արեգացի ինչ է կրում։ Ես եմ ամենեցում և իմ մեջ է ամենայինը, ես ամեն ինչի մեջ եմ և իմ մեջ է ամեն ինչը, մակրոկոսմոս, միկրոկոսմոս, այսինքն ֆրակտալի նույն տեսությունն է եթե բացում ենք։ Մեզ թվում է, թե մենք շատ խելացի ենք, բայց երբ որ հետ ենք գնում, զգում ենք, որ ինչ կա մենք
մեր մտածողությունը պրիմիտիվ է եւ կդրված է այդ հին շերտերից։ Դավիթ անհապ, եթե չկա մասերը, չի կարող գոյություն ունենալ ամբողջը։ Ասեք էլի պատկերն է ստացվում մասի ու ամբողջի։ Եվ սա մենք ասում ենք 20-րդ դարի մեծագույն հայտնագործություններ կապտանները, բայց տեսանք, որ մեր իմաստունները իմացել են այս մասին։ Շնորհակալություն ուշադրության համար ես էլ բնության սրբազան երկրաչափությունն է, ինչպես է ինքը նկարում եւ ինչպես է իրամոտ այդ ֆրակտալները ամբողջը եւ մասը աշխատում։ Տեսեք, սա էլ կրկնվող մասը չի կարող պատահականություն լինել։ Ամեն ինչը կաշտ ու կանոնի է ենթարկվում։ Պարզապես այդ կաշտ ու կանոնը տեսնել, հասկանալ է պետք է, ինչպես է ամեն ինչը ազդում հա մարդու վրա, մարդու ճակատագրի վրա։ Եթե հարցեր ունեք սիրով պատասխանեմ, ես կարող եմ մի քանի հոգու նաև թվային մատրիցա նայել, որովհետև էլ եմ ասում, շատ հետաքրքիր է ինքը թեման, եւ երբ որ դու մտնում ես այս թեմայի մեջ, ինքը քեզ տանում է, էլ արդեն բաց չի թողնում, հա, անընդհատ ինքը քեզ տանում է։ Ասեմ, որ ինքը նաև շարունակություն ունի, հենց այս դասախոսությունը, դա կլինի արարչական զարդը։ Թե Աստված 6 օրերի ընթացքում ինչ զարդեր է ստեղծել, ամեն մի սիմվոլը ունի իր բացատրությունը։ Դա երևի մի հատ առանձին թեմա է, որովհետեւ ոչ դուք օգնեք, ոչ է շատ ծանրաբեռնեմ ինֆորմացիայով, բայց այս թեմայի շարունակությունը, որտեղ էլի սրբազան երկրաչափություն է, այն մաքուր երկրաչափ։